Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք խոսել հոգևոր ընտրության մասին։ Մենք փողոցում գրեթե ամեն քայլափոխի ընտրության առաջ ենք կանգնում, երբ տեսնում ենք մուրացկանների։ Տալ նրանց ողորմություն, թե չտալ։ Ոչ թե փողն ենք ափսոսում, այլ մտածում ենք, այդ մարդիկ արժանի են մեր ողորմության, թե արժանի չեն։ Աստվածաշնչում ողորմությունը շատ ավելի լայն իմաստ ունի։ Ինչ է դրա մասին ասում Սուրբ Գիրքը։ Սկսենք մի փոքր հեռվից։ Մենք ասում ենք Տեր ողորմյա, երբ դիմում ենք Աստծուն։ Մենք չենք ասում Տեր, քանի որ մենք լավն ենք, խնդրում ենք մեզ փոխհատուցել մեր արժանինքների եւ բարեպաշտության համար, այսպես ասած մոնետիզացնել մեր առաքինությունները։ Ասենք, ես առավոտյան աղոթք եմ կարդում կամ մեկ շաբաթ ալկոհոլ չեմ օգտագործել։ Դրա համար խնդրում եմ Տեր Աստված, այնպես արա, որ իմ աշխատավարձը 10%-ով բարձրանա։ Մի խոսքով մենք ասում ենք Տեր ողորմյա, ոչ թե Տեր պարգևատրիր։ Նարեկացու մոտ կան այսպիսի տողեր։ Պարգևը փոխհատուցում է վաստակի դիմաց։ Ողորմությունն այնինչ անհատույց բարերարում է մեղավորներից։ Իսկապես մենք Աստծուց ոչ թե պարգևավճար ենք ուզում, այլ ողորմություն, որը տալիս են ոչ մի բանի համար։ Ողորմությունը խոսում է իրականացնողի սիրո մասին, իսկ Աստծո սերը անսահմանափակ է։ Նույնքան ծովածավալ են իդեպ նաև մեր մեղքերը։ Նույն նարեկացին մի տող ունի, եթե նժարի վրա դնեմ իմ հանցանքները եւ մյուս նժարի վրա դնեմ Մասիս սարը, ապա առաջինը ավելի ծանր կլինի։ Իսկ հիմա ավելի ընդհանուր հարց. ինչի համար ենք մենք կարդում ավետարանը։ Իհարկե ամեն մեկն ունի իր սեփական պատասխանը։ Անձամբ ինձ համար Սուրբ Գիրքը կարդալու նպատակը եւ ավելացնեմ ուրախությունը տեսնելն է, հասկանալը, թե որքան գեղեցիկ կարող է լինել մարդը։ Աստված մարդկային կերպարանքով տալիս է մեզ օրինակը, դերային մոդելը, եւ դա վերաբերում է նաեւ սիրո, ողորմության հարցին։ Ավետարանի առաջին դրվագը, որը մենք հիշում ենք այդ առիթով, իհարկե Լեռան քարոզն է, որտեղ Տերը սովորեցնում է ողորմություն անել գաղտնի, փող, երաշտական գործիքի իմաստով, չհնչեցնել այդ առումով։ Եվ այստեղ է հայտնի արտահայտությունը. թող քո աջ ձեռքը չիմանա, թե ինչ է անում ձախը։ Հետաքրքիր է, որ ժամանակակից կյանքում մենք այդ արտահայտությունը բացասական իմաստով ենք օգտագործում, երբ խոսում ենք անկազմակերպ աշխատանքի մասին, երբ ասենք ինչ որ մի համակարգի ստորաբաժանումները իրարից տեղյակ չեն։ Բայց տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ եթե բարի գործ ես արել, տժվժիկ մի սարքի, մի գովազդի քո բարությունը, մի սպասի, առավել ևս մի ստիպիր, որ քո ողորմածության արժանացած մարդը քեզ երախտապարտ լինի։ Արա ինչ ուզում ես, արա ինչ անում ես եւ մոռացիր դրա մասին։ Այդ ֆայլը, այսպես ասած, ջնջիր քո ուղեղից։ Բայց ոչ միայն այդ ուղիղ ցուցումն է տալիս Տերը։ Լեռան քարոզի այս հատվածը դրվում է որոշակի համատեքստի մեջ։ Այդ քարոզը սկսվում է երանիներից եւ դրանցից մեկը հնչում է այսպես. Երանի ողորմածներին, այսինքն երանի նրանց, ովքեր ողորմություն են տալիս, ողորմություն են անում, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ Դա շատ կարճ բանաձև է, որտեղ ամփոփված է հետագա շարադրանքի իմաստը, գաղափարը։ Դա ավելի լայն է, քան աղքատներին պարզապես օգնելը։ Օգոստինոս երանելու կարծիքով նյութական օժանդակությունը մաս է կազմում քրիստոնյայի վարքին ներկայացվող ընդհանուր պահանջների։ Ներել վիրավորողին, դա նույնպես ողորմություն է։ Մխիթարել տխուրին, հասկանալ ուրիշների թուլությունները եւ փորձել դրանք ուղղել սիրով։ Ահա այն շրջանակը, որը գծում է Օգոստինոսը։ Այստեղ ողորմությունը Աստծուն նմանվելու ձև է։ Եվ դա, այդ նմանվելը, կրկնեմ, կարող է լինել ավետարան կարդալու, ավետարանի շուրջ մտորելու դրդապատճառներից մեկը։ Լեռան քարոզում կա եւս մի արտահայտություն, որն անմիջապես կապ ունի ողորմության հետ եւ որը մենք հաճախ ենք կրկնում։ Մի դատիր, որ չդատվես։ Գիտենք, որ եկեղեցիների մոտ մշտապես նստած են մարդիկ, որոնք ասում են, որ մեր ողորմության կարիքն ունեն։ Ըստ երևույթին դա նրանց մշտական զբաղմունքն է, այսպես ասած, վաստակելու հիմնական ձևը։
Մարդիկ երբեմն ասում են, դա նրանց բիզնեսն է, նրանք իրականում կարիքավոր չեն։ Բայց մոտեցումը կարծում եմ այլ պետք է լինի։ Եթե նրանք նստել են եկեղեցու մոտ, եթե գնացել են այդ քայլի, ուրեմն նրանց կյանքում ինչ որ բան այն չէ։ Կամ վերցնենք մեկ այլ դեպք։ Ենթադրենք $1000 մուշտակով կինը ուզում է մտնել բարեգործական ճաշարան անվճար ապուր ուտելու։ Փակել նրա առջև դուռը։ Կարծում եմ ոչ։ Որովհետև դարձյալ մենք չգիտենք նրա կյանքի բոլոր հանգամանքները։ Պետությունն այո, նպաստ տալուց պետք է անպայման ստուգի, թե ում է տալիս մեր, այսինքն հարկատուներիս փողերը, բայց որ մենք ծախսում ենք մեր փողերը, մեր փողով ենք ողորմություն անում, պետք է այլ մոտեցում լինի։ Շտապողական դատողությունները, երբ մենք մոռանում ենք սեփական թուլությունը եւ թերությունները, տվյալ դեպքում սխալ են։ Դրա համար է ասվում. մի դատիր, որ չդատվես։ Հին կտակարանում նույնպես կա ողորմության հասկացությունը եւ նորից լայն իմաստով։ Օսեայի գրքում Մարգարեն տեսնելով ժողովրդի կեղծ բարեպաշտությունը, կեղծ ապաշխարությունը, որն արտահայտում է ձևական զոհաբերությունների մեջ, ասում է. ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ։ Աստծո գիտություն ավելի քան ողջակեզներ։ Այստեղ բնագրում եբրայերեն հեսեդ բառն է, որը նշանակում է ոչ միայն բուն ողորմություն, այլև բարություն, հավատարմություն, ուխտի նկատմամբ նվիրվածություն, մշտական գործնական սեր։ Հետաքրքիր է, որ ավետարանում Հիսուս երկու անգամ մեջբերում է այդ բառերը, երբ փարիսեցիները նրան քննադատում են։ Նրա միտքն այն է, որ դուք, փարիսեցիներդ, գնահատում եք արտաքին ծիսական կանոնները, զոհեր, ողջակիզում, ոչ թե իրական վերաբերմունքը, իրական ողորմությունը եւ իրական սերը։ Նախորդ դարերի գրականության մեջ հաճախ ենք հանդիպում ողորմած բառը, այսինքն նա, ով ողորմություն է անում։ Մեր միջնադարյան հեղինակների, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի մոտ դա հարգալից դիմում է, որը հաճախ նաև մարդկային ջերմություն է պարունակում։ Բայց օրինակ Ռաֆին կամ Շիրվանզադեն կարող են դրա մեջ քննադատական երանգ մտցնել։ Ողորմած բառի մեջ սոցիալական իմաստ էլ կա, մեզ մոտ եւ այլ լեզուներում։ Ваша милость, your mercy։ Համաձայնեք, բոլոր դեպքերում գթասիրտ մարդու մեջ կա որոշակի արիստոկրատիզմ։ Երբ մենք ասում ենք ողորմած, ողորմություն անող, նկատի ունենք գթասիրտ, բարի մարդուն, որը իր մեջ ինչ-որ ազնվականություն ունի։ Բայց երբ որ մենք ասում ենք ողորմելի, նկատի ունենք, որ այդ մարդը կարիք ունի մեր ողորմության, բայց հաճախ նաև նկատի ունենք շատ նվաստ, ստոր մարդուն։ Լինել ողորմած, թե լինել ողորմելի, ընտրությունը մերն է։